Ես զրուցում եմ Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, շնորհակալություն պարոն Ոսկանյան, ամեն անգամ, երբ Իրանի հետ կապված մենք անհասկանալի իրավիճակ ենք ունենում, դուք եք պարզաբանում եւ հիմա խնդրում եմ պարզաբանենք այս խնդիրը։ Մեր տարածաշրջանում փաստորեն թրիփ այդ ճանապարհը անվանում է միայն Հայաստանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը դա անվանում են Զանգեզուրի միջանցք, հիմնականում եւ Իրանը դա անվանում է Զանգեզուրի միջանցք, որքան էլ հորդորում են Հայաստանի իշխանությունները, որ դա Զանգեզուրի միջանցք չէ, այլ թրիփ է։ Եվ հատկապես Իրանը համաձայն չէ դա կոչել թրիփ, չի ուզում եւ չնայած Իրանի ղեկավարը եկավ Հայաստան եւ թվաց թե նրա մտահոգությունները փարատվեցին, նորից հիմա լսում ենք, որ դա անընդունելի է եւ Իրանը դրա հետ համաձայն չէ։ Նաեւ լսեցինք Ռուբեն Ռուբինյանին, որը կարծում է թե ամեն ինչ նորմալ է եւ Իրանի անհանգստությունը փարատելի է, անհանգստանալու կարիք չկա։ Եվ այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուրիշի մեջ է։ Դուք որ հետևում եք Իրանի անցուդարձին, բնագրով եք կարդում բոլոր հայտարարությունները, եւ խնդրում եմ ձեր կարծիքն ասեք, ինչպիսին է այսօր Իրանի դիրքորոշումը, որոշակիորեն սպասողական դիրքորոշում եմ ես նկատում, այսինքն չեն շտապում դրա մասին շատ խոսել, բայց ժամանակ առ ժամանակ այդ կոշտությունը մենք զգում ենք հայտարարությունների մեջ։ Շատ բարի, նախ կուզենայի անդրադառնալ այդ ճակերտավոր Զանգեզուրյան միջանցքին կամ Թրամփի ուղուն, պետք է առանձնացնենք երկու հստակ դիրքորոշումներ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը դա կոչում են Զանգեզուրյան ճակերտավոր միջանցք, ապա դրա տակ հասկանում են արտատարածքային, ասեմ այսպես, հաղորդակցության ուղի, որը դուրս կլինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից ընդհանրապես եւ ըստ էության, ինչպես Բաքվի վարչախմբի ղեկավարն է հայտարարել, իր համարիերն է հայտարարել, այդ ճանապարհով անցնելիս ադրբեջանցիները չպետք է տեսնեն որևէ հայ։ Իրանական կողմը, եթե օգտագործում է այդ Զանգեզուրյան միջանցքը, ապա դա անում է բացառապես բացասական երանգով, այսինքն ըստ էության փորձում է ցույց տալ, որ իր համար ընդունելի է, անընդունելի է, ներողություն եմ խնդրում, որևէ արտատարածքային հաղորդակցության ուղի արկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, հատկապես իր սահմանների մերձակայքում։ Հետևաբար այս համատեքստում մենք պետք է առանձնացնենք այդ դիրքորոշումները։ Երբ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը խոսում է այն մասին իր վերջին հայտարարության մեջ, որ Թրամփի ուղին եւ Զանգեզուրյան միջանցք կոչեցյալը նույնական է, նա նկատի ունի, որ այս պարագայում եւս Իրանը ունի մտահոգություններ առայն, որ դա կլինի արտատարածաշրջանային առաջինը եւ երկրորդ շատ կարեւոր հանգամանքը, եթե նույնիսկ դա արտատարածքային չի, այդ միջանցք կոչեցյալը կամ ճանապարհը արտատարածքային չի, ապա այդ ճանապարհին երրորդ պետությունների նախագահի կներեք հոգևոր առաջնորդի խորհրդականը ուղղակի նշում են Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անունները, ուժերի ներկայությունը այդտեղ նույնպես Իրանի համար անընդունելի է։ Այսինքն իրանական կողմում մտահոգություն կա առայն, որ առաջինը դա կարող է լինել արտատարածքային որևէ հաղորդակցության ուղի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Իրանի սահմանների անմիջական մերձակայքում, եւ երկրորդը, որ այդտեղ կարող են տեղակայվել նատոյական կամ ամերիկյան ուժեր այս կամ այն ձևաչափով, որովհետև իրանցիները համարում են, որ եթե որևէ կետում կա տնտեսական շահ, հատկապես եթե խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այդ տնտեսական շահը ապահովելու առումով, տնտեսական ներկայությունը ապահովելու առումով կա որոշակի ռիսկ, որ Միացյալ Նահանգները կունենա նաև անվտանգային ներգրավվածություն։ Իհարկե Միացյալ Նահանգների դեսպանը, գիտեք, վերջին հաղորդագրություն հերքեց այս հանգամանքը, հայկական կողմից էլ հերքումներ են պարբերաբար գնում, բայց հենց Վաշինգտոնյան փաստաթղթի մեջ արձանագրված որոշ եզրույթներ ինքնին անհանգստացնող են։ Խոսքը գնում է հատկապես անխոչնդոտ բառի մասին, որի մեկնաբանությունը Բաքվում բավական միանշանակ կերպով տարբեր մակարդակի պաշտոնյաներ, սկսած Իլհամ Ալիևից վերջացրած ավելի ցածր մակարդակներում, ներկայացնում են որպես հենց, ասեմ այսպես, հայկական անվտանգային, մաքսային սահմանապահ ծառայությունների հսկողությունից դուրս որևէ
տարածք, որևէ ճանապարհ, որով ադրբեջանցիները կկարողանան, ասեմ այսպես, հենց իրենց մեկնաբանությամբ անխոչնդոտ կերպով երթևեկել Ադրբեջանի ճակերտավոր մայրցամաքային հատվածից դեպի Նախիջևան։ Տեսեք, շատ կարևոր մի նրբություն կա։ Որևէ պարագայում պետք չէ շեշտել անխոչնդոտ անցումը, եթե խոսք է գնում ընդհանուր ձևակերպմամբ տարածաշրջանային հաղորդուղիների ապա շրջափակման մասին։ Այսինքն Վաշինգտոնյան հռչակագրի այդ տողը կարող է լինել շատ պարզ եւ առանց թյուրընկալումների կամ առանց մեկնաբանությունների տեղ թողնելու։ Ասենք օրինակ հետեւյալ ձևակերպումը. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Հայաստանի եւ Թուրքիայի միջև տարածաշրջանի ընդհանրապես բոլոր հաղորդուղիները բացվում են օգտագործման համար։ Վերջացած խնդիրը սրանով արդեն միանգամից կփակվի եւ տարընկալումների տեղ չէր թողնի։ Անխոչնդոտ ադրբեջանցիների համար երևի պետք է այսպեսի հասկանանք այս բառը հենց այսպես։ Հայկական կողմի պարագայում այդ անխոչնդոտ բառը չի կիրառվել։ Որևէ տեղ չկա, որ Ադրբեջանն էլ անխոչնդոտ կերպով տրամադրում է իր ճանապարհները։ Անխոչնդոտը կիրառված է բացառապես այդ Թրամփի ուղու կամ ինչպես հենց բախվում են օգտագործում այդ մերժելի եզրույթը Վանգերդուրյան միջանցքի պարագայում է միայն կիրառվել։ Եվ փաստորեն ստացվում է, որ Իրանը շարունակում է իր կոշտ դիրքորոշում այս հարցի շուրջ։ Իրանցիները իրենց դիրքորոշումներում որևէ ըստ էության լուրջ փոփոխություն նկատելի չէ այս պահին, որովհետև գիտեք, Հայաստան այցից հետո անմիջապես օգոստոս ամսին այդ փաստաթղթի ստորագրումից հետո Իրանի նախագահը վերադառնալով իր երկիր, X սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ Իրանի մտահոգությունները պետք է փարատվեն, գրեթե բառացի մեջ վերեցի։ Այսինքն դա նշանակում է, որ A մտահոգություններ կան եւ B այդ մտահոգությունները փարատված չեն, հետեւաբար հոգեվոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը չեմ կարծում թե անսպասելի է։ Եվ ստացվում է, որ Իրանի հետ հարցը փակված չէ, Հայաստանը փաստորեն իր կարևորագույն գործընկերներից մեկին այսպես թողնում է չփարատված մտահոգություններով եւ դա ինչպես տեսնում ենք հայ պաշտոնյաների խոսքից առանձնապես հայկական կողմին չի անհանգստացնում։ Կարծում եմ անհանգստացնում է, ուղղակի այդ անհանգստությունը փորձ է կատարվում քողարկել, ցույց տալ, որովհետեւ այս կանցին անդրադառնում են բազմաթիվ, ասեմ այսպես, պաշտոնյաների մակարդակով բազմաթիվ անդրադարձներ ունենք, ԶԼՄ-ների մակարդակով անդրադարձներ ունենք, Հայաստանի Հանրապետության դեսպանը Իրանում հարցազրույց է տվել, կրկին այդ հարցազրույցով վստահեցնելով, որ Հայաստանը Իրանի կենսական շահերը պահպանում է, այդ կենսական շահերի դեմ որևէ գործողություն, որևէ ծրագիր չի իրականացնում, ինչը նշանակում է, որ անհանգստություն կա անշուշտ։ Բայց ձևը, օրինակ այն ձևը, որով ներկայացնում են հայ պաշտոնյաները այդ անհանգստությունը թաքցնելու համար, դա Իրանի հետ քաղաքականության առումով ինչպես է գնահատում, օրինակ Ռուբեն Ռուբինյանի խոսքը։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործ նախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործ նախարարության հայտարարություններին։ Դա չի կարող օրինակ վիրավորել։ Պետք է ի նկատի ունենալ, որ հոգևոր առաջնորդի խորհրդականը չափազանց բարձր պաշտոն է, պայմանավորված թե իր ինստիտուցիոնալ բնույթով, թե նաև այդ պաշտոնը զբաղեցնող անձով։ Պարոն Ալի Աքբար Վելայաթին Իրանի քաղաքական համակարգի հնաբնակներից է եւ չափազանց հեղինակավոր մարդ, իսկ նրա զբաղեցրած պաշտոնի շրջանակներում է գտնվում Իրանի համար հատկապես զգայուն արտաքին քաղաքական զարգացումների կամ հարցերի վերաբերյալ հոգևոր առաջնորդին խորհուրդներ տրամադրելը եւ մասնակցելը որոշումների ընդունմանը, որոնք վերաբերում են Իրանի կարմիր գծերին ընդհանրապես, կրկնեմ, չափազանց զգայուն Իրանի համար հարցերում։ Եվ ինչպես կարող է Իրանը արձագանքել ի վերջո, երբ տեսնի, որ իր մտահոգությունները անուշադրության են մատնվում։ Իրանական կողմը աշխատում է իր դիվանագիտությանը բնորոշ, ասեմ այսպես, մեղմությամբ որպես կանոն։ Այսինքն, եթե մենք փորձենք դիտարկել Իրանի դիվանագիտական ընդհանրապես ավանդույթը, ապա այդ դիվանագիտական ավանդույթը իրականացվում է շատ հաճախ չերևացող տիրույթում։ Այսինքն, ես վստահ եմ, որ հիմա կան շփումներ նաև
ոչ հանրային տիրույթում իրանական կողմի հետ, իրանական կողմի նախաձեռնությունը դա կարող է լինել հայկական կողմից, կարող է լինել, բայց այդ շփումները կան։ Հետևաբար իրանցիները փորձում են ոչ թե, ասեմ այսպես, PR դաշտում հասնել հաջողության, այլ իրական հաջողություն գրանցել անդերկուլիսյան, ասեմ այսպես, բանակցությունների միջոցով, ետնաբեմում չերևացող հատվածում բանակցությունների միջոցով, եւ այդտեղ հաջողության հասնելը հնարավոր է, եթե տարվի ճիշտ աշխատանք, եթե այդ աշխատանքը լինի եռանդուն, եթե այդ աշխատանքը չունենա, ասեմ այսպես, ներքին խութեր։ Պետք է հարաբերությունները հիմնված լինեն ճշմարտության վրա, եթե կան, ասեմ այսպես, կասկածելի կետեր, ապա այդ կասկածելի կետերն էլ պետք է քննարկել եւ լուծումներ գտնել, որովհետեւ մերձավոր արևելյան տարածաշրջանում, հարավային Կովկասի տարածաշրջանում որևէ մեկը մեզ չի խոստացել, թե պետություն ունենալը եւ այդ պետությունը ինչպես հարկն է կառավարելը լինելու է շատ հեշտ գործընթաց։ Եվ այս համատեքստում հայ-իրանական հարաբերությունները անկախ որևէ իշխանության առկայությունից կամ բացակայությունից պետք է մշտապես լինեն ամենաբարձր մակարդակի վրա եւ ընթանան զարգացող խորագծով։ Երկրորդ կարևոր հանգամանքը տարածաշրջանում մեր հիմնական թշնամիները, խոսքը վերաբերում է հատկապես Ադրբեջանին, երազում են հայ-իրանական հարաբերություններում արկա, ասեմ այսպես, բարձր մակարդակի քայքայման մասին, որովհետև ակնհայտ է, որ Իրանի ներկայությունը, Իրանի դերակատարությունը, Իրանի ակտիվ աշխատանքն է նաև, որ զգալիորեն խոչընդոտում է Իլհամ Ալիևին իրականացնելու իր երազանքը, ստանալու այդ շակերտավոր միջանցքը, ուստի ադրբեջանական կողմում շատ ուրախ կլինեն, եթե հայ-իրանական հարաբերությունները ունենան խոչընդոտներ, ունենան չհասկացվածություններ, ունենան այնպիսի կետեր, որտեղ դրանք կխաթարվեն։ Այս առումով պետք է չափազանց զգույշ լինել հայ-իրանական հարաբերություններում, թշնամուն նաև չուրախացնելու համար։ Մենք խոսում ենք Իրանի անհանգստություններից, բայց այնպես չէ, որ հայկական կողմի անհանգստությունները լիովին փարատված են, երբ բոլորը շրջապատում դա անվանում են Զանգեզուրի միջանցք եւ դա Հայաստանի համար արդեն անունից սկսած անընդունելի տարբերակ է։ Արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանը զանգահարի, Հայաստանի ղեկավարը զանգահարի Թրամփին եւ ասի, որ թրիպը արհամարվում է հարևանների կողմից, այն կոչվում են Զանգեզուրի միջանցք։ Ժամանակը չէ արդյոք արդեն դրա համար, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ նախ այդ զանգահարելու հանգամանքը չեմ կարծում, թե լուրջ մոտեցում է, անլուրջ է, իրերը կոչենք իրենց անունով, բայց եթե այդպիսի հնարավորություն կա, ապա բնականաբար պետք է օգտագործվի այդ հնարավորությունը, որովհետև ըստ էության այդ եզրույթը, թե Զանգեզուրյան կոչվող եզրույթը, թե միջանցք եզրույթը մերժելի են ոչ միայն Հայաստանի շահերի առումով, այլ նաև կարծեք թե ամերիկյան կողմն էլ, ասեմ այսպես, համենայն դեպս հայտարարությունների մակարդակով դեմ է, որպեսզի այդ հաղորդուղին լինի Հայաստանի վերահսկողությունից դուրս եւ տարածաշրջանում չեմ կարծում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որ կա որևէ այլ պետություն, որը կողմ է, որ դա լինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Այս համատեքստում, մինչև ձեր հարցի բունեության հաջորդ հատվածին անդրադառնալը, մի շատ կարևոր ընդգծում կուզենայի անել։ Այդ Զանգեզուրյան միջանցքի եզրույթը Հայաստանի դեմ մղվող, Ադրբեջանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչ է։ Խոսքը վերաբերում է տեղանվանական պատերազմին։ Երբ հաճախ մեզանում խոսում են հիբրիդային պատերազմ, հիբրիդային, հիմա դա դառել է շատ մոդայիկ բառ եւ չեն նշում թե որ պետությունն է նկատի ունենալով Ռուսաստանը բնականաբար, ապա հիբրիդային իրական պատերազմը դեմ մղվում է հենց հիմա Իլհամ Ալիևի վարչակողմը։ Ինչ վերաբերում է ձեր հարցի հաջորդ հատվածին, ապա անշուշտ Միացյալ Նահանգները եւ հատկապես այդ պետության նախագահի պարոն Թրամփի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եւ երբ նրա անունով կոչվող այդ հաղորդուղին չի անվանվում նրա անունով, հատկապես եթե հաշվի առնենք, որ փաստաթղթա կա նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Եթե իմ կարծիքը կուզենայիք իմանալ, ապա ես որպես Հայաստանի քաղաքացի ամենևին ուրախ չեմ եւ երջանիկ չեմ, որ իմ երկրի որոշակի հատված անվանվում է որևէ այլ պետության նախագահի անունով, լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, որևէ այլ պետություն։ Բայց եթե այդպես է, ապա դա պետք է օգտագործվի եւ փորձ կատարվի ճնշում բանացնել Ադրբեջանի իշխանությունների վրա, բայց մենք տեսնում ենք հակառակ երևույթը։ Մեզ փորձում են համոզել, որ ինչպես ուզում է Ադրբեջանը կոչի, միևնույն է դա մեզ համար
սա է։ Ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետությունը կոչում են երբևիցե գոյություն չունեցած եւ հույս ունեմ գոյություն չունենալիք այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթով, ինչը մենք աչք փակենք դրա վրա, ասենք միևնույնն է մենք մեր երկիրը այդպես չենք կոչում։ Ոչ, դա պատերազմի էլեմենտ է, պատերազմի տարր է, որի ականատեսն ենք մենք հիմա եւ որը մղվում է մեր դեմ, չնայած այդ բարձրագույն խաղաղության, ասեմ այսպես, հայտարարություններին, մղվում է մեր դեմ Ադրբեջանի կողմից։ Այդ պատերազմը դադարել է տաք հատվածում, խրամատում է դադարել ավելի հասկանալի լեզվով ասեմ, բայց դա շարունակվում է այլ տիրույթներում, քարոզչական տիրույթում, Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու տիրույթում, մեր հասարակությունը պառակտելու տիրույթում, բազմաթիվ այլ տիրույթներում։ Դժբախտաբար այդ հասարակությունը պառակտելու տիրույթում հաջողության հասնում են թշնամին, քանի որ հենց այսօր գիտենք որքան պառակտված է եւ ինչպիսի պայքար է մղվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այո, ցավալիորեն մենք պետք է արձանագրենք, որ երբ Հայաստանի Հանրապետությունում հաճախ են, չէ, հիմա խոսում անվտանգություն, ինքնիշխանություն բառեր կան, որոնք արդեն մաշեցվել են ցավալիորեն այնքան են օգտագործվել, եթե մենք խոսում ենք անվտանգության հատվածի վերաբերյալ, ապա անվտանգության կարևոր բաղադրիչը նաև հասարակության համախմբումը։ Հասարակության համախմբումը որևէ վեհ գաղափարի շուրջ, ոչ թե հասարակության մի հատվածի համախմբումը եւ ատելության պարբերական սերմանումը այդ հատվածի մեջ հանդեպ մյուս հատվածի, որ հատվածն էլ դա լինի։ Դա պետական մեր պետության անվտանգությունը խաթարող ուղղակի գործոն է։ Ի տարբերություն այն հայտարարությունների, թե իբր կուսակրոնության ուխտի խախտումն է մեր պետության անվտանգությունը վտանգում։ Մեր պետության անվտանգության համար չափազանց կարևոր է Հայաստանում համախումբ հասարակություն ունենալը։ Կարող ենք վստահաբար ասել, որ հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել եւ անվիճելի, անհերքելի թեմաների շուրջ երկու կարծիք չի ծագել հայ հասարակության մեջ նախկինում, ինչպես օրինակ հայ առաքելական եկեղեցին է եւ այսօր գիտենք, որ նախատեսվում է արշավ դեպի եկեղեցի եւ տեսնենք ինչ կլինի, ինչքանով համենայն դեպս կհաջողվի ջլատել այդ այսպես ասած հայի ինքնության հետ անկախտելի կապված երևույթը, արժեքը, ինչպես հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Ընդհանրապես մի նկատառում անեմ մինչև ավարտելը մեր հարցազրույցը հայկական ինքնությունը այս տարածաշրջանում ամենաբյուրեղացած ինքնություններից մեկն է, եթե ասեմ ամենաբյուրեղացածը, այսինքն առնվազն 5-րդ դարից սկսած, երբ մենք ունենք այդ ինքնությունը վկայող գրավոր ավանդույթ, որևէ հարցական չի եղել հայերի համար սեփական ինքնության վերաբերյալ, որևէ հարցական չի եղել առայն թե Արարատը մեզ համար կամ Մասիսը մեզ համար Սուրբ լեռը, խորհրդանշական լեռը, թե ոչ, որևէ հարցական չի եղել, թե նույնքան սրբազան են մեզ համար Արագածը, Ստիփանը, Նեմրութը եւ հայկական լեռնաշխարհի այլ նշանավոր լեռնագագաթները եւ որևէ պարագայում չի եղել հակասություն դրա մեջ, կրկնում եմ 5-րդ դարից սկսած մինչև մեր օրերը, որևէ մեկը հարցականի տակ չի դրել այն հանգամանքը, թե միգուցե մեր մեղքով են Օսմանյան կայսրությունում մեզ ենթարկել ցեղասպանության։ Լավ, եթե այդպես է, եզդիներին ինչու են ենթարկել ցեղասպանության, ասորիներին ինչու են ենթարկել ցեղասպանության, հույներին ինչու են ենթարկել ցեղասպանության։ Հետևաբար այդ հարցականները, որոնք փորձ են կատարվում առաջ բերել մեր ինքնության մեջ, ըստ էության միտված են խաթարելու այդ ինքնության բյուրեղացած բնույթը, դրանում ստեղծելու տարատեսակ մոտեցումներ, բայց մեր ինքնությունը փառք Աստծո այնքան բյուրեղացած է, որ նման մեթոդաբանությամբ չեմ կարծում, թե լուրջ հաջողություն կարելի է գրանցել։ Շատ լավ, շնորհակալություն, առաջ Աստված։ Իհարկե կան բաներ, որոնցում մենք չենք կասկածում եւ նույնիսկ այդ հարցում հասարակությունը փաստորեն պառակտվել է, քանի որ կան մարդիկ, ովքեր փաստորեն կասկածում են, թե կարելի է հաղթել, ջարդել այդ բյուրեղացումը։ Կզրուցենք ընթացքում էլի եւ կհետևենք Իրան-Հայաստան հարաբերություններին, ձեր մեկնաբանությունները մեզ շատ պետք կգան։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ զգացված։